19 թվականին քննչական մարմինը գտել է, որ այս մարդը այդպես կապ չունի թմրամիջոցի հետ, իր նկատմամբ հետապնդում չի հարուցել ու այդ գործը քնել է։ Այդ ընթացքում եղել են ցուսմունքներ, որոշ մարդիկ այդ շարժման անդամներ, ղեկավարներ, ու սկսվել է դա ղեկավարից։ Դեռ մի հատ Կարեն կա Պետրոսյան, եթե չեմ սխալվում, եւ նախին հոգեորական կա։ Իրանք sense եկել են ու ասել են, մենք կարծում ենք, որ դա դրել են, հա, ցարկել են գլխներից, ու մենք կարծում ենք, որ դա Արշակ Սրբազանն է արել։ Ես էլ կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանն է։ Հիմա օրինակ Արշակ Սրբազանը մի օր ասեց, ես էլ կարծում եմ, որ դուք ապուշ եք։ Հա շատ բարձր է։ Եվ ասեցի, Սրբազան ջան, ասում են, որ մենք կարծում ենք, որ ասեց, ես էլ կարծում եմ, որ իրանք ապուշ են։ Շատ բարձր էլի, հիմա ինչ անենք, կամ ես էլ կարծում եմ, որ իրանք, չգիտեմ, գողություն են արել։ Բայց սրա հիման վրա ինչ որ այնպես քնչականը քանի տարի, 7 տարի, հա, 6-7 տարի հետո 10 թվին չի եղել, հա 10 թվին եղել, հետո 25-ին որոշում է, ես մաթեմատիկից լավ չեմ, որոշում է, որ պիտի Արշակ Սրբազանի ներգործով ձերբակալի մեղադրանք առաջ։ Իդես բան չի փոխվել։